Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, մինչև գործընկերների հարցերին անցնելը, պարտադիր պիտի արձանագրեմ, որ երեկ ուշ գիշերը դատարան ապօրինաբար քաղաքական ճնշումների համատեքստում երկուական ամիս կալանքի դատապարտեց բացարձակ անհիմն Anti-Fake լրատվական ծառայության իմ նեմնի հաղորդման համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին, իրանք արդեն իսկ գտնվում են քրեակատարողական հիմնարկում, դե գիտեք Փաշինյանական արդարադատությունը այլախոհների եւ այլակարծության հանդեպ շատ արագ է, ինչը չես կարող ասել հանցագործների հանդեպ, նաեւ պարոն Դավիթ Ֆիդանյանը, ով Anti-Fake լրատվական ծառայության աշխատակից է 3 ձերբակալվել է, իսկ այսօր առավոտյան ձերբակալվել է նույն լրատվականի Anti-Fake-ի աշխատակից Իշխան Խոսրովյանը։ Ուստի այս իրադարձությունները մենք պարտավոր ենք դիտարկել երկու հարթության մեջ։ Առաջին հերթին դա այլախոհների դեմ հետապնդումներն են ուժային, իրավական, դատական համակարգի օգտագործմամբ, ինչը նոր չի Փաշինյանի պարագայում, եւ երկրորդ, որը նույնպես այդքան էլ նոր չի, դա լրատվականների ԶԼՄ-ների նկատմամբ հետապնդումներն ու ճնշումներն են, որովհետեւ ինչպես գիտեք, առգրավվել է Anti-Fake լրատվական ծառայության ողջ տեխնիկան, կամերայից մինչև շտատիվ, մինչև համակարգիչներ եւ այլն, այսինքն նպատակը ոչ միայն անձամբ Վազգենին եւ Նարեկին լրացնելն էր, այլ նաեւ լրատվականի գործունեությունը կասեցնելը։ Բնականաբար սրա մասին մենք տեղեկացնելու ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին, ակնկալում եմ, որ ինչպես եւ նախորդ անգամ Նարեկի եւ Վազգենի ձերբակալության եւ կալանավորման ժամանակ մենք իհարկե շատ ավելի արձագանք կունենայինք միջազգային, բայց այդ արձագանքը առկա էր որոշ դրսևորումներով, մի քանի զեկույցներում, ակնկալում եմ, որ այս պարագայում նույն տրամաբանությունը կլինի, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Հիմա կարող ենք անցնել հարցերի։ Հանրային երկրորդ հեռուստաընկերություն։ Պարոն Մամիջանյան, երեկ Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում